Ով է դեռահասը, ինչով է տարբերվում դեռահասության տարիքը եւ որն է դեռահասության ճգնաժամը։ Սա այն արդիական հարցերն են, որը հետաքրքրում են բոլոր ծնողներին։ Դեռահասության տարիքը ինքը համարվում է բարդ տարիք, այսինքն երեխա փուլից դուրս է գալիս, բայց չափահաս անցնելու համար պետք է անցնի դեռահասության փուլը։ Որպես կանոն դեռահասության փուլը բաղկացած է 3 բաժիններից, այսպես ասած, առաջի փուլը դա 10-ից 12 տարեկան հատվածն է, երկրորդ փուլը 13-ից 14-ը եւ երրորդ փուլը 15-ից 16-ը։ Այս փուլերում անցումնային շրջանը ինքը հատուկ է իր յուրահատկություններով եւ առանձնահատկություններով, եւ որպեսզի կարողանա երեխան հաղթահարել այս դժվար փուլերը, պետք է լինի ծնողի օգնությունը։ Ցանկալի է ծնողը երեխային օգնի, դեռահասին օգնի, այլ ոչ թե մեղադրի, փորձել հասկանալ նրան, որովհետև երեխան չգիտի իրան առջևում ինչ է սպասվում։ Դեռահասության ճգնաժամը նաև որ երեխային մարմնական փոփոխություններ են տեղի ունենում, ֆիզիոլոգիական զարգացում է տեղի ունենում, իր եսի հետ կապված փոփոխություններ են տեղի ունենում, իր ինքնագիտակցության հետ կապված փոփոխություններ, եւ ինքը չգիտի դա ինչու է այդպես լինում։ Պետք է իրեն փորձեն ծնողները օգնել։ Շատ դեպքերում լինում է, որ ծնողները չգիտեն ինչպես օգնել իրենց դեռահասներին, որպեսզի ծնողը չվնասի իր դեռահասին, ցանկալի է դիմել մասնագետի օգնության։